Շատ ինքնիշխան ենք, քանի կա ռուսայտիշնիկը եւ Բարսայի վրա ստավկաներ անողը։ Պին բռնվեք, չընկնեք։ Ուզում ես մեծացնել հնած։ Իմ պարտականությունները լավ անելով ես օգնում եմ իմ մյուս գործընկերներին Եվ Աստված եւ Ավինյան Երկու հեռնեք։ սատանեն թքեց։ Հա, մեր պարտքն է, մեր հարկերով օգնել այդ սոցիալապես անապահով 11 անշարժ գույք ունեցող պատգամավորին։ Սրբո ավետարանի Հիսուսի Քրիստոսի Բարև ձեզ սիրելի YouTube հայություն, դուք դիտում եք հուլիս վերջյան Arm Comedy-ին։ Աշխատանքային սեզոնը մոտենում է ավարտին, բայց ես ու Սերգեյը կայացրել ենք քաղաքական որոշում, ձեր մասնակցությամբ իրականում կոմենտներում այդքան գրեցիք, շարունակել Arm Comedy-ին որոշ չափով օգոստոսին։ Իսկ մինչ մենք էշի պես աշխատելու ենք օգոստոսին, դուք եւս կարող եք կայացնել քաղաքական խիզախ որոշում եւ միանալ մեր Patreon-ին։ Մեկս մյուսով Ժորժան, իսկ թե ինչպես ենք այդ Arm Comedy-ները անելու, կիմանաք շատ շուտով, հələ բան չենք ասում։ Եվ այսպես իրավիճակը Արցախում շարունակում է ծանրանալ, առանց այդ էլ շատ ծանր իրավիճակը։ Փաշինյանը շարունակում է բանակցությունները, արտգործնախարարությունը շարունակում է վիզ դնել, իր հմտությունների շրջանակներում իհարկե։ Մանավանդ երեխեն, որ փոխ արտգործնախարարը նշանակել, իրա շատ սահմանափակ հմտությունների չափով վիզա դնում, բա մնացած գերատեսչությունները։ Ձեր արցախցի գործընկերների հետ կապի մեջ եք ինչ տվյալներ կան սննդի պաշարների հետ կապված։ ես կապի մեջ եմ արցախցի ընկերների հետ, գործընկերների հետ էլ երբեմն Գործընկերների հետ ոնց որ այդքան չէ, հա։ Երբեմն։ Լավ, ինչով է, թեվութիկուն գլինում այդ շատ երբեմնի շփումների ընթացքում։ մեր ֆունկցիան մենք տեսնում ենք մաքսիմալ կատարել մեր գործը լավ եւ դուք տեսնում եք որ առաջի ամիսների տնտեսական աճը աշխարհում ամենաբարձրերից է եւ մենք արդեն երկրորդ տարին է եւ 12 ամսից ավել է ապրում ենք տեսեք մենք ես ունեմ աշխատանքային պարտականությունները եւ կարծում եմ որ իմ պարտականությունները լավ անելով ես օգնում եմ իմ մյուս գործընկերներին ովքեր ուղիղ առնչություն ունեն Արցախի հետ կապված հարցերին։ Դե ինչպես հասկացաք, այսօր մենք կխոսենք ամեն մեկս մեր գլուխը կախ մեր գործը լավ անելու տեսությունից, որը առաջին հայացքից շատ հավես միտք է թվում։ 2020 թվականին առավել հուժկու գլուխը կախ գործ անելու կոնցեպտը գլուխ բարձրացրեց եւ արդեն 2.5 տարի լիքը մարդ վիզ դրած գլուխը կախ իրենց գործն են անում։ Ու արդեն էմպիրիկ փորձ ունենք, որքանով է դա լավ աշխատում, բայց մի հատ հասկանանք, օրինակ Վահան Քերոբյանը խզարում է իր ոլորտում իր պնդմամբ։ Տեսնում ենք մաքսիմալ կատարել մեր գործը լավ եւ դուք տեսնում եք որ առաջի ամիսների տնտեսական աճը աշխարհում ամենաբարձրերից է։ Այստեղ Քերոբյանի հետ մի քիչ համաձայն չի պրոֆեսորը։ Կարծում ես միանգամից արժե պրոֆեսորին բաց թողնել Քերոբյանի վրա։ Այլ ելք չեմ տեսնում, հո մենք չենք խոսալու տնտեսագիտական թեմը Քերոբյանի հետ։ Գիտնական Նիկոլ Փաշյանը չունի պատրաստվածություն, չունի գրագիտություն, որ մի հատ համբերատար ասի, իսկ որ ճյուղերում են այդ աճը։ Ասենք եթե անցյալ տարի չէ, բայց մինչև անցյալ տարի տարեկան 30-ից 70% աճում էին խաղերը, խաղադրույքների գումարը անցել է հնան։ Մի հատ ասա, տենցնենք, ես ինչ ես դու ասում։ Գյուղատնտեսության տեսակարգշիռը 19%-ից իջել է 9%, 18%։ Հայտարարություն։ Մենք պիտի սպասենք արդյունաբերությունը բարձրանում, չի բարձրանում։ Բարձրանում է միայն ծառայությունները։ Ծառայությունների ոլորտում երկու ենթաոլորտ։ Մեկը խաղերն են, մյուսը բանկերը։ Դե դա եմ։ Օրինակ, բանկում, նույն բանկում, եթե դու աշխարհ ունես երկու հաշիվ, մի հաշվից մյուս հաշիվ փողես փոխանցում, հիմա տոկոս են բեկալու։ Այո։ Ну հա, բանկերը вообще լրիվ ապրգել են, երբ ուզում են 2-3%, ինչից ուզում են ասես պահում են, ոնց որ ասենք մեր հայաթի ով էր, մեր չկար մեր հայաթում այնց ապրգացերը, խա որ գալիս էր ինչ ուզում վերցնում էր։ ինստիտուտ սպորնիկները կասես։ Չէ, ես նկատի ունեի բուլիներին, էլի։ Իսկ բանկերը որոշ դեպքերում նույնիսկ 500 դրամ ավել են փորձում վերցնել, երբ գնում ես հարկերդ մուծես։ Չնայած որ բանկերը այդպես ամենաշատն են վերջի մի տարվա մեջ փող աշխատել, կրկնակի հարկում աստած։ Լավ, մի խոսքով խաղադրույքներով պայմանավորված աճը դե ակնհայտ վատ է, ռուսներ, այցիշնիկներն էլ դե այդ բանկերի թեման են ապահովում, ուզում եմ հասկանամ
Քերոպյանի գլուխը կախ լավ գործ անելը որտեղ է օգնում։ Իմ պարտականությունները լավ անելով ես օգնում եմ իմ մյուս գործընկերներին, ովքեր ուղիղ առնչություն ունեն Արցախի հետ կապված հարցերին։ Ունեք տվյալներ։ Պաշտպանության նախարարություն, պաշտպանության նախարարության, արտգործնախարարության եւ այլ գործընկերների հետ։ Հիմա արդեն դες գիտական մեթոդով կարող ենք ասել, որ այդքան դες չի օգնում գլուխը կախ գործը լավ անելը, որովհետև 20 թվականից լիքը մարդ ասեց, հա, ես այդ եմ անում, քաղաքականությամբ չեմ զբաղվում, всё։ Հիմա Արցախի վիճակը քրիտիկական է, Հայաստանից ինչ որ տարածքներ են կորել, կյանքը թանկացել է, Հովիկ Աղազարյանը դեռ կա։ Հա, գուցե այդքան լավ մի չի գլուխը կախ քո գործը լավ անելը, երբ երկրի կառավարումը վստահում ես ում ասես, այն երախոն որ փոխարտգործնախարար Հովիկ Աղազարյանին։ Դու գուցե այդքան լավ մի չի, երբ որ դες իրանցից ինչ որ մարդ կարող է սաբոտաժ անի, բայց դու վստահում ես սաբոտերին, ոնց որ երկիրը կառավարելը գլուխը կախ։ Իսկ այդ ընթացքում պրոֆեսորը շարունակում էր գրոհել։ Չնայած օրեր առաջ 7%-ով թոշակի բարձրացմանը, բայց 5 տարում գները աճել են 30%։ Ավելի ճիշտ ասեմ, 23.9 գումարած 29.2%։ Գնաճը։ Թոշակները բաժանը իրար վրա կարող ես բաժանել 40,700 դրամից միջին թոշակը դարել է 49,700 դրամ։ 49,000, այսինքն եթե բաժանես իրար վրա կանի 21%։ Այսինքն թոշակառուները բոլոր դեպքերում ավելի վատ են ապրում։ Լավ էլի, թողեք մարդը գլուխը կախ իր գործը լավ անի։ Լավ, պետք չի միանգամից տենց ամպագորգոր բարեր։ Լավ։ Շաբաթ օրերն է աշխատում, տոն օրերին է Քերոպյանը աշխատում։ Նու գուցե հենց պետք չէր տոնորին շաբաթ օրերը աշխատել, եթե վստահենք Բագրատյանին։ Ով ասաց է, որ Բագրատյանի ասածը բացարձակ ճշմարտություն է։ Իմ ասածը բացարձակ ճշմարտություն է։ Okay։ Եվ սա դեռ ամենը չէ, պինդ բռնվի։ Չի պետք է պինդ բռնվեմ, է։ Պինդ բռնվեք, չընկնեք բանից։ Լավ պինդ բռնի, երկու ձեռքով բռնի, սա չէ։ Երկու ձեռքով պինդ բռնի։ Okay։ Միանգամից ասեիր, որ ինքն է ասում, ոչ թե դու։ Այսինքն Բագրատյանին ինձ շատ ես վստահում, հա։ Բռնվելու հարցում, հա։ 2022 թվին օրինակ բանկերի շահույթը 60 միլիարդից դարավ 200 ավելի քան 200 միլիարդ դրամ 4 անգամ հարցացակում մենք դեռ այս մասին խոսենք այս որտից տղեկ ես ոնց եղավ արդյունքում որոշ բանկեր որոնց աշխատավարձը հիմա կասեմ որտից եղավ որոնց աշխատավարձը առանց այդ ամսական $120,000 է որոշ բանկիրներ ստացել են մեր ունեցած տեղեկություններով մի քանի միլիոնից մինչև $10 միլիոն բոնուս Հա, բայց ամբողջ աշխարհում էլ բանկիրները տենց բոբո են, լիքը փող են աշխատում, ու հա, տենց ոչ միանշանակ են ընկալվում, այդ նորմալ։ Նու նայ, պետություն ունենալու կայֆը այն է, փորձել եք պետություն ունենաք։ Կայֆը այն է, որ պետությունը կարող է կառավարել, որ բանկը կամայական ինչքան ուզենա տոկոսներ կամ ինչ-որ վճարներ չորոշի ամեն մի գործողության վրա, որ գանձի։ Էդ է էլի քաղցրությունը, ոնց որ թորան քաղցրության նման բան է պետություն ունենալու քաղցրությունը։ ռուսներն եկան ընդհանուր առմամբ անցյալ տարի բերեցին մոտ $7 միլիարդ փող, բայց դա փողը եկել է, չի նշանակում բանկերը կարող աշխատավարձ ստանա։ Եվ ինչ արին մեր բանկերը։ Նախ բռնեցին, ասին կախի կասման համար 2% ենք ուզում։ Հիմա 3-ը դարել է 2։ Ու մեկը չասեց, այդ վարչապետ կոչվածը չասեց, ինքեր ինչի է 3% ուզում։ Հա, բայց ինչի ասի, եթե սենց իր հնան ավելի մեծ է, քան իրականում կա։ Ուզում ես մեծացնել հնաց, թող բանկերին չզմեն անեն։ Իսկ հետո այդ անհարմար պահը, որ պարզի, որ քո հնանը ինչ ասում էր, որ ոչ թե սևամորթի հնա է, այլ ասիական համեստ։ Դա արդեն հաջորդ վարչապետի գլխացավն է։ Ընդհանրապես անպայման չի անել այն, ինչ խոստացել ես չանել։ Տեսեք, տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը մի պայմաններում, երբ որ Բաքվում անդադ խոսվում է այն մասին, որ իրենք պետք է Ստեփանակերտում թեյ խմեն, Երևանում թեյ խմեն, Սևանի ափին քեֆ անեն, մենք այդ տարածքները այս մթնոլորտում զիջելով, մենք ընդհանրապես նրանց ավելի ենք մոտեցնում Ստեփանակերտին, Երևանին, Սևանին։ Այ օրինակ ռետրոնիկոլը, ինչպիսի վճռականությամբ ասում բաներ, որոնց լրիվ հակառակն է անելու տարիներ անց։ Իսկ եթե տարածքները զիջենք, ինչ արնելու։ Դե ինքը ասում է ինչ կլինի, բայց այդ արդեն իր խնդրեմը չի, այլ հաջորդ վարչապետի գլխացավը կամ թութքը։ Իդեպ միջազգային հանրության երեսպաշտության մասին ռետրոնիկոլն ուշագրավ մտքեր ուներ։
Հոպ, մի վարքյան մի հատ մի պահ կանգ առնենք եւ վայելենք այն փաստը, որ ռետրոնիկոլ եզրույթը ներթափանցեց հայոց լեզու։ Աղայանի հաջորդ հրատարակումը բարանի ներառելույան ռետրոնիկոլ տերմինը, որ նշանակում է Նիկոլ, որը ասում է ներկայիս Նիկոլի արածների ճիշտ հակառակը։ Այո, նենց որ պինդ առողջություն ենք մաղթում պարոն Ղայանին, որ հաջորդ անգամ իր բարանը կազմելուց դա չմոռանա։ Փառքը վայելեցինք, գնացինք առաջ։ Միջազգային հանրությունին ճնշում գործադրեց, երբ որ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիան Եվրամիության մարդու իրավունքների ոլորտում առաջատար միավորման պետությունը Եվրամիության մարդասպանին տվեց Ադրբեջանին, Ադրբեջանն էլ ազատ արձակեց եւ հերոսացրեց։ Այդ ինչ ճնշում գործադրեց, մի հատ ասեք։ Այդ ինչով տուժեց Ադրբեջանը։ Երբ որ գլխատում էին մեր զինվորներին 4-օրյա պատերազմի ժամանակ, այդ ինչ ճնշում գործադրեց։ Ես լրիվ համաձայն եմ Նիկոլի հետ, բայց ռետրո էլի, բայց այս մոդեռն Նիկոլը վերականգնեց Հունգարիայի հետ հարաբերությունները ու սաղորը միջազգային հանրությանն հետևից է sense ման գալիս։ Ուզում ես ասես կանադացի դիտորդները, որոնք երևի արդեն հասել են կամ դեռ գառնի գեղարդում են, իսկ եթե միջև վերջ անկեղծ լինեմ, ես այդ փաստաթուղթը կարդացի, այնտեղ գրած չէ, որ դիտորդը գալ, ուղղակի կաջակցեն, կարող ուղղակի փող են ուղարկում։ Ուզում ես ասես դա հեչ, հա։ Ես ուզում եմ ասեմ, այդ մի քիչ այն ինքնիշխանությունը չի, որը ռետրո Նիկոլը ներկայացնում էր։ Մենք չենք ասում, որ պետքա մերժենք այդ աշխարհաքաղաքական կենտրոնները, բայց մենք այդ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև հավասարության նշան ենք դնում հետևյալ սրբագրումով, որ այդ երկրների հետ մեր հարաբերությունների առանցքային նպատակը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության ամրապնդում։ Հիմա Շարլ Միշելից կամ какой-нибудь Տոյվո Կլարից ինչ որ հայտարարություն սпасելը, որքանով է ինքնիշխան։ Նույնքան, ինչքան ինքնիշխան է գումարբազությունից ու IT-շինքներից կախված տնտեսությունը։ Ոչ ոք չի ասում, որ տնտեսությունը ինքնիշխան է։ Մենք ապահովենք Հայաստանի Հանրապետությունում ինքնիշխան, այսինքն մաքսիմալ սուվերեն տնտեսության կայացումը, բարձր ստանդարտների ներդրումը։ Շատ ինքնիշխան ենք։ Քանի կա ռուսայտիշնիկը եւ Բարսայի վրա ստավկաներ անողը։ Մնացեք մեզ հետ։ Եվ այսպես մոտենում է օգոստոսը, իսկ դուք դեռ չեք հասցրել գնել գեղեցիկ զարդեր, ամոթ ձեզ։ Բարեբախտաբար Լորեցի ընկերությունը, ընդ որում Լորեցի ոչ թե Լորեցի ընկերությունը կփրկի ձեզ ձեր խայտարակ անզարդ վիճակից։ Այս զարդերը անցնում է հետևյալ փուլերը. կոնցեպտի մշակում, էսքիզավորում, թվային մոդելավորում, պատրաստում, ձեր դոշին կամ ձեռքին հայտնվում, բում։ Ու ընդ որում ողջ տեսականին կարող եք տեսնել Լորեցի Instagram էջում, բայց աշխատեք ամեն ինչ չգնել, որ մյուս մարդկանց է մի քիչ մնա, ընդ որում սրանք unisex են։ Այո, unisex են։ Այսինքն համ ես կարող եմ հագնել սա, համ Քիմ Քարդաշյանը։ Դե բայց ինձ հասավ առաջինը։ Դե իսկ հիմա զրուցենք երկրի հզորացման եւ աճին ուղված իրական քայլերից։ Ինչ որ բանից հուշում է, որ դա գլուխը կախ աշխատելի չի։ Չէ, դա արաբկիր վարչական շրջանում այս գործողությունն անելն է։ Եղեցին կամքով, որպես հետքինս եւ հետքի։ Ըսած մեր անապազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտականաց։ Okay, ոնց է արաբկիրի մեկ պատուհանով ինչ որ գրասենյակի օծելը արագացնում քաղաքացիների դիմումների հարցը։ Դե ոնց, երկու աստվածներին միանգամից ապավինում։ Նախ անձամբ աստված կօգնի կադաստրի թուղթ արագ վերստել, մյուս կողմից հեյ, Ավինյանները այնտեղ կանգնած է։ Մի հոպե։ Երկու Եվ երնեք։ Աստված եւ Ավինյան Երկու երնեք։ սատանեն թքեց։ Երկրավորած նորոգման Այ հիմա ավտոյի գույքահարկ մուծելն էլ արագացավ։ Ու զրոյական ստանալը։ Չէ, զորականը հələ չէ, սպասի դրա համար հատուկ հնարքապետ։ Սրբո ավետարանի Հիսուսի Քրիստոսի որը դուք ասում Արքես Տեր Աստվածներ պրոսվում է ասես Всё, խունկը կա, համ զրոյականը շուտ կտան, համ էլ կորոնավիրուս չի լինի։
Մի վարքյանակ եք ուղղակի վերհիշենք, էլի Ավինյանը իրանց թիմի տեխնոկրատը չէր համարվում, sense պրոգրեսիվ։ Միակ մարդն էր, որ կարողանում էր Windows նստացնել կոմպի վրա եւ գիտեր ինչպես հայկական ստեղնաշարը սերտել MacBook-ի մեջ։ Լավ, իսկ հիմա նայեք, ինչ դեմքով ազգում, որ վсё, այ հիմա վարչարությունը արաբկիր վարչական շրջանում թեթևացավ։ Եվ ընթացյալ առաջս, երի ժանտատզեմին զիտեսանից է զնալ։ Իսկ հիմա հենց այս պահին Ավինյանը կամ նոր app է ստեղծում, կամ նոր կրիպտո է մտքում, sense մտածում, կամ հեղափոխական ինովացիոն ինչ-որ բան է մտածում շինարարության ոլորտում։ Ինովացիոն լուծումը գտնված է։ Վերցնել նորմալ, ամուր պլիտկան քերել Երևանի փողոցներից ու կպստել նորը։ Բարդ է ժողովուրդ ջան, հիմա ես գտնվում եմ Մոսկովյան փողոցում, սա կենտրոն վարչական շրջանն է։ Ուրեմն ուզում եմ ստեյ ցույց տամ, ստեյի բարեկարգման աշխատանքներն են կատարվում Երևանի քաղաքապետարանի կողմից ու մի քանի բան արձանագրենք։ Ուրեմն Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ Մոսկովյանի Սովետ միության տոմետները պիտի փոխարինի նոր բետոնե գեղարվեստական սալիկներով։ Ու թույլ տվեք գուշակեմ փոխարինել նորերով, որը ինչ որ մեկը գրծնելով ընդեղ արտադրում է։ Ու այստեղ են Արթուր Չախոյանը միշտ սրտից սա խոսում, մեգաբաժակը իրան սպասում է, ինչ որ էլի նվեր անպայման կտանք, բայց մի գուշակություն էլ թույլ տուր ես անեմ, ինչ որ բան էլ ինձ հուշում է, որ այս պլիտկեն, որը դնում են, շատ են կպցնելու ու առաջին իսկ անձրևից էդի պոկվելու է։ Ինչ ես տենց ասում։ Դարը փորձն է ասում Սերգեյ ջան։ Ինչա որ այս հատվածը մեծ ծավալները, ուղիղա, հարթաստ է աշխատանքները իրականացնելը հեշտ է եւ արագ է, շուտ կարելի է փող դուրս գրել։ Երևանի քաղաքապետարանը եկել է ստե այս նորմալ տոմետները հանում է եւ տեղադրում է այս բետոնե գեղարվեստական տոմետները։ Հիմա նայեք, էսի այդ տոմետներն այդ Սովետ միության, նայեք, նորմալ վիճակում է գտնվում։ Արագի մոմենտով մենակ մի բան ասեմ, էլի Բուենոս Այրեսի այգում, որը կստացի Երևանում է, ֆիզիկայի խաչմերուկ, էլի, այնտեղ Ճեմուղին այգու, որը 500 մետր է, փոխում էին։ Քո կարծիքով որքան տևեց այդ փոխելը։ Ես իմ 5 րոպե։ Մի տարի, մի fucking տարի տևեց, ու մինչև մի մասում փոխել էին, մյուսը հələ չէին ավարտել։ Այնտեղ արդեն փոխվում էր, որովհետև ձմեռ եղավ դեկտեմբերին անսպասելի, ու սենց թազա կպցրեց ու սաղ փոխվեց։ Համբալ դեկտեմբերը, էլի եկավ նոյեմբերից հետո։ Երբ որ Տիգրան Ավինյանը շրջացել կատարել վարչական շրջաններով, դեմ առ դեմ, իրական կյանքում, այլ ոչ թե գրավոր կամ բանավոր, Տիգրան Ավինյանը ինձ հայտնել է, որ քաղաքապետարանը հրաժարվում է գեղարվեստական տոմետներից։ Էլ ոչ մի տեղ այս տոմետները, բետոնե սալիկները չեն օգտագործելու։ Բայց հիմա ես արձանագրում եմ ու փաստում եմ, որ էսի գեղարվեստական տոմետը ինչ որ եղել է գայարձանում, նույն ձևի գույն տված։ Ու Ավինյանը շատ բան է հայտնել։ Հիշում եք, որ մի պահ դուրս եկավ ԿՓ-ից, յանի ինքը Նիկոլենց Հեչի, սավսեմ Նիկոլենց Հեչի։ Вообще, ես ինչ կապ ունեմ իրանց հետ։ Բայց հետո տրանսպորտի հարցը լուծեց Ավինյանը։ Հա, մասամբ Մարությանի, մասամբ Հրաչի, ինչ որ չափով տարոնի միջոցով։ Գցեցին ջեբը, ուզում ես ասես լուծումը։ Ավտոբուսի վարորդները սկսեցին նորմալ փող ստանալ, մոտավորապես 300,000։ Հա, իդեպ ակցիա Բաղրամյանի վրա արեցին ավտոբուսի վարորդները։ Մտածես շնորհակալության ակցիա էր դա։ Ավտոբուս ասեցիր նորնարեք, որտեվ ավտոբուս ասում է ուրիշ Պետրոսի մարմինն է արտասանում այդ բառը։ Իսկ ֆոկուս բառը ոնց կասի Պետրոսը։ Ֆոկուս, Լայտի գրեք կոմենտներում։ Լավ, մի րոպե։ Ավտոբուսի վարորդները Բաղրամյանի վրա ակցիա են անում։ Գիտես Պետրոսը ոնց է ասում Հյուգո Բոսը։ Չէ, արի չասենք։ Չասենք, չենք։ Ու ինչ են պահանջում ավտոբուսի բարձր աշխատավարձով վարորդները։ Իսկ դու գրահում ես, բայց չես ուզում բարձրաձայն դա ասել։ Բարձր աշխատավարձ։ Բինգո։ Նու արեցին իրաց ակցիան եւ ժամանակներ ամեն մեկ նստի իր ավտոբուսը գնա իր տուն կամ ռեյսերով։ Խառնել եք, ձեր ավտոբուսները չեք գտնում։
Այդ շատ նման են այդ անտեր ժոնգ տոնգերը։ Մարդ հիմա ոնց իմանա որն է իր ժոնգ տոնգը։ Դրա համար ոչ ուրիշի ժոնգ տոնգ։ լիքը խառը ժոնգտոնգ է մտել երկիր։ Դրա համար ժամանակին որ վարորդի դիմաց կախում են Ջենիֆեր Լոպեսի նկար կամ Գայլի Թալիսման, կային 12 մետրանոց ժոնգ տոնգեր էին։ Այո, այդ ժամանակ չէին խառնում։ Իսկ հիմա Ինչևէ, ոնց որ թեմաներին զգում եք, որ քաղաքապետի ընտրությունները մոտենում են, պաշտոնական քարոզարշավը չի մեկնարկել, բայց քարոզարշավը արդեն Իշխանից մեկնարկել է։ Տեսնենք ինչ են անում, ինչ այլընտրանք են առաջարկում ավինյանիզմին։ Լավ չհնչեց։ Նույն տեղում, նույն տեսքով, բայց ժամանակակից ճարտարապետական լուծումներով 19 տարվա դադարից հետո կվերականգնվի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը՝ երիտասարդության պալատը։ 2004 թվականին Երևանի իշխանությունների եւ ոչ միայն Երևանի իշխանությունների ապօրինի որոշումներին զոհ գնաց երիտասարդության պալատը եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ պիտի վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքին այն հողը, որը օտարվել է այդ ապօրինի որոշման հետևանքով։ Չլուր, մի ամիսա քարոզարշավ եք սկսել ու դեռ այդ priority-ից եք խոսում, հա։ Նայեք, կարող են կոյուղու մասին խոսել, որովհետև կոյուղու խնդիրը այդա ոչ թե cute ինչ որ տենց սիրուն խնդիր է, այլ իրական լուրջ գոյություն ունեցող խնդիր է, ուղղակի ինքը տենց սեքսի չի, դրա համար չեն փորձում խոսել դրա մասին։ Փորձում են գերավինյանել Ավինյանին, տեսնենք ոնց է դա ստացվելու, իսկ Մարությանը, Հայկ Մարությանը ինչ ասում, մասնակցում է։ Ձեն ձուն չկա։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ըստ թիմակիցների դեռ վերջնական որոշում չունի՝ առաջադրվել թե ոչ։ Հստակ չէ նաև թե որ կուսակցության կողմից է առաջադրվելու, իսկ նորը հիմնադրելու ժամանակ արդեն չկա։ Մյուս կողմից փակված չեն նաև տարբեր չարաշահումների առիթով հարուցված քրեական գործերը։ Իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել անգամ Չեխիայում Մարությանի բարեկամների, այդ թվում կնոջ եւ հարազատների հաշիվներին փոխածված գումարների վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները։ Եվ նա ըստ ամենայնի այս նախաքննության ֆոնին չի ցանկանա դառնալ իշխող կուսակցության թշնամին։ Լավ, էլի թող դառնա իշխող կուսակցության թշնամին, թող գոնե մի քիչ հետաքրքիր լինեն այդ ընտրությունները։ Իսկ Դավիթ Խարժակյանը նոր վիդեո է նկարել Դավթաշենի կամրջի վրա։ Այստեղ ես մի հետաքրքիր պատմություն ունեմ, երբ ինքը այդ վիդեոն նկարում էր, հենց այդ պահին ես վազում էի իր կողքով ու ինձ էլ նկարեց, բայց իմ այդ կտորը Դավիթ Խարժակյանը չներառեց իր վիդեոյի մեջ, դրա համար մենք էլ այսօր չենք ներառա Իրանինադու Դավիթ Խարժակյանին չենք անդրադառնա այս մի հաղորդման մեջ։ Մենակ ես հաղորդման մեջ, մենակ ես, հա։ Լավ, ու իսկ հետո մեր սովորական տեմպին կվերադառնանք Խարժակյանին, սա բանալու այլ լուրեր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ծագումով ապարանցի պատգամավոր Մաթևոս Ասատրյանը 11 անշարժ գույք ունի, սակայն ամեն ամիս պետությունից 100,000 դրամ տան վարձի փոխհատուցում է ստացել։ Հա ինչ կարող այդ անշարժ գույքերը Երևանում չեն։ Հա, մեր պարտքն է, մեր հարկերով օգնել այդ սոցիալապես անապահով 11 անշարժ գույք ունեցող պատգամավորին։ Вообще կարող է գույքերի կեսը գարաժա։ Էլի, մեր պարտքն է օգնել այդ փաստորեն մի 5-6 ավտոմեքենա ունեցող, բայց փաստացի Երևանում գույք չունեցող պատգամավոր, օրենքով լրիվ նորմալ է։ 2023 թվականին պատգամավորն Աջափնյակի բազմաբնակարան շենքում ձեռք է բերել ոչ բնակելի տարածք, բացի սա ունի 2 բնակարան, 5 հողամաս։ Այս ամենը նա գնել է ունենալով միայն պատգամավորի աշխատավարձը որպես եկամուտ, որը 1 տարվա ընթացքում կազմել է 7,886,000 դրամ։ Այնուամենայնիվ 2021 եւ 2022 թվականներին Ասատրյանը ազգային ժողովից 100,000 դրամ վարձավճարի փոխհատուցում է ստացել, քանի որ բնակարան չունի Երևանում։ Դե կարող է այդ Աջափնյակի տունն էլ դեռ ռեմոնտ անում։ Իհարկե, Ժորժ ջան, այդ պահն է, որ մեր աջակցությունը անապահով պատգամավորին պետքա հնարավորինս ամուր լինի։ Եթե ինչ որ հաշվի համարներ կան, կստացի, որ կարանք ստեղ տնենք։ Իսկ մա Patreon կորն այդ պատգամավորը թող միանան, հա։ 2-3 տարի է մնացել, թող մաքսիմալ օգնենք քերել։ Մնացեք մեզ հետ։ Այսքան էր այսօր Arm Comedy-ին։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Դե մի հատ նախագիծ բերեք, որ ասենք նախարարները, չգիտեմ, փոխնախարարները, այդ վարչության պետերը բերեն տեղեկատվություն ներկայացնեն իրանց մորքուրների, տրուսիկների, գույների եւ տատերի թումբաների վերաբերյալ։ Սիրգեյ ոնց է Սևանում։ Լսի շատ լավ է։ Սևանում եք բոլոր։ Լողում եք, բայց։ Որովհետև մեր հովանավորի քսուկն եմ քսում։ Dirty Earth։
Չեն, այն ոտքերի քսուկն եմ քսում այդ տարել հետես, բայց դե կիրել է շոտ очень սոսle պահմա։ Պրոստի շատ քսես այդ ոտքի կրեմը, որ լավ բայ արվեց։ Սիրեցիք մեր Arm Comedy-ին։ Դե ուրեմն աջակցեք մեզ միանալով մեր Patreon-ին։ Այ որ դա անեք, Աստված ձեր առաջ կբերի iPhone 15 Pro Max 1 TB հիշողությամբ։ Միշտ տարվան է։